Վերջին 20 տարվա ընթացքում Կասպից ծովի ջրի մակարդակը զգալիորեն նվազել է եւ շարունակում է նվազել ըստ տարբեր հետազոտությունների վերջին 5 տարվա ընթացքում արդեն հասել է տարեկան մոտ 20 սանտիմետր ջրի նվազման։ Կասպից ծովի առափնյա հատվածում գտնվող նավահանգիստները բնականաբար սկսում են դժվարություններ ունենալ, որովհետեւ ջուրը ծանծաղում է, հետեւաբար նավերը, որոնք մեծ ծավալի բեռներ են տեղափոխում բոլոր ուղղություններով, արդեն դժվարություններ են ունենում նախ նավահանգիստներին մոտենալու ժամանակ, ինչպես նաև բուն նավահանգիստներում բեռնելու եւ բեռները դատարկելու դեպքում։ Բացի այդ, ջրի ծանծաղումը ենթադրում է, որ նավերը բեռնվում են ոչ ամբողջությամբ, որտիսի պահպանեն անհրաժեշտ նավի հատակի եւ ծովի հատակի այդ անհրաժեշտ պարտադիր հեռավորությունը, ինչը մեծացնում է բեռների փոխադրման ծախսը։ Ջրի նվազումը առաջացրել է այս խնդիրները արագորեն կարգավորելու, օպերատիվ կարգավորելու անհրաժեշտությունը եւ բոլոր երկրները բավականին մեծ միջոցներ, ռեսուրսներ են ծախսում խնդիրը կարգավորելու եւ ենթակառուցվածքային նախագծերը անխափան օգտագործելու, իրականացնելու համար։ Դրանցից ամենատարածված եւ ամենաշատ օգտագործվող միջոցը դա ծովի հատակի խորացումն է, որը բավականին թանկարժեք աշխատանք է, իրականացնում են տարբեր ընկերություններ, դրանցից մեկը գլխավորապես բելգիական ընկերություններից մեկն է, որը պարբերաբար խորացնում է նավահանգիստների մոտակա ծովի հատակը, տեղափոխում է հատակի ամբողջ խիճը, ավազը, հողը, ինչպես նաև ավելի ծանծաղ տեղերում խորացնում են հատուկ առանձին երթուղիներ, որոնցով որ նավերը տեղափոխվում են։ Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, որ ջրի նվազումը առափնյա պետությունները կարողանում են այս առումով ենթակառուցվածքային առումով կառավարել։ Բեռների հոսքը, որը սպասարկում է միջին միջանցքը, հիմնականում պահպանվում է, ոչ միայն պահպանվում է իր սովորական ծավալով, այլ վերջին 3-4 տարում միջին միջանցքի թողունակությունը մի քանի անգամ արդեն մեծացել է, ավելացել է։ Եթե միջանցքը գործում է, միջին միջանցքը կամ ինչպես ասում են տրանսկասպիան տնտեսական միջանցքը, ապա հնարավոր է, որ այդ միջանցքի ենթաճյուղերից, ճյուղավորումներից մեկը լինի հենց հարավային ուղղությունը, որի մի հատվածն էլ թրիփ նախագիծն է, որը անցնում է Հայաստանի հարավային սահմանով։